Ասում են, երբ թիկունքը տամուր է, այլևս էական չէ, թե ով է կանգնած ճանապարհից։ Մեր թիկունքն առավել քան ամուր է, արդեն 21 տարի։ Ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Այսօր տոն է, թիկունքի օրը։ Չիմացողներն այժմ հաստատ զարմացան, երևի կուզեք հարցնել, ինչի մենք թիկունքի տոնել ունենք։ Դե այո, ունենք, բայց բանակի թիկունքի։ Եթե բանակը մեկ ամուր մարմիր է, որի աչքերն են հետախույզները, թևերը ռազմաօդային ուժերն են, դեմքը պատվոպահակային է, ուրեմն հաստատ թիկունք էլ ունենք։ Եվ սա միակ զորքերն են, որոնք հենց այդպես էլ կոչվում են բանակի թիկունք։ Երբ որդիները բանակ են գնում, ծնողներն առաջին հերթին անհանգստանում են, թե ինչ են ուտելու իրենց երեխաները։ Արդյոք չեն մրսի ձմռանը, իսկ եթե հանկարծ հիվանդացան, ով է նրանց օգնելու։ Բոլոր այս հարցերն ուղղված են մեկ հասցեով՝ թիկունքի վարչություն։ Այսօր նրանք 21 տարեկան են, շնորհավորեք նրանց, չէ՞ որ ձեր երեխաների կուշտ, տաք եւ առողջ ծառայությունը կախված է հենց նրանցից։ Քանի որ թիկունքի զորքերը հատուկ մասնագիտացված ստորաբաժանում են եւ այնտեղ ծառայում են միայն այն զինվորականները, որոնք իրենց ողջ կյանքն են կապել բանակի հետ, բնականաբար թիկունքի զորքերում ժամկետային զինծառայողներ չկան։ Իսկ մեզ պետք էր կարևոր տոնական օրը ներկայացնել մարտիկի ձևաչափում։ Եվ ով պետք է լինի մեր զինվորը։ Լուծումը գտնվեց։ Արցախյան ազատամարտի մասնակից թիկունքի զորքերի փոխգնդապետ Միշա Նաբոյանի որդին Ռոլանդ Նաբոյանը։ Ռոլանդ, նախ ներկայացրու քո ռազմական մասնագիտությունը։ Մինչև բանակ գալիս սովորել եմ Կապի քոլեջում, հենց մեր մոտ Էջմիածնում։ Քո սովորել այդ քոլեջի անցած փուլը ինչ օգնություն քեզ տվեց։ Ուսումը նայելով, որից ես տիրապետում եմ մասնագիտությանը, դրա հիման վրա ինձ նշանակեցին այստեղ որպես կապավոր։ Ռոլանդ, մենք գիտենք, որ դու ազգությամբ եզդի ես։ Ծառայության ընթացքում դա որևէ տարբերություն տալիս է։ Ազգությունից ելնելով ոչ մի տարբերություն չեմ զգացել, թե մյուս զինծառայողների կողմի վերաբերմունքից, թե սպաների կողմից։ Տարբերություն չեմ զգում, ոնց որ մյուսներն այնպես էլ ես։ Մենք գիտենք, որ նաև քո հայրն էլ է շատ երկար տարի այս ռազմական ասպարեզում, մասնակցել է անգամ ազատամարտին։ Ինչ հետաքրքիր է, այ բանակ մեկնելուց առաջ, այ գլխավոր պատգամը որպես ծնող, որպես հայր, որպես այս ռազմական ասպարեզի արդեն կարելի ասել գիտակ որն է եղել, որ քեզ տվել է։ Հայրիկս երբ որ Քելբաջարում էր ծառայում, դպրոցական տարիներում արձակուրդներն միշտ նրա կողքին եմ եղել, կարելի ասած։ Ու մինչև ծառայության գալը, էլի ծառայական կյանքով եմ ապրել։ Ու հասել եմ շատ բան տենալ հասկանալ ծառայությունից։ Դրա հետ մեկտեղ ինչքան որ ես ծենամ հասկանամ, իրա պատգամներն ա եղել, որ ծառայության մեջ ամենաառաջինը քեզ ստիպայես մաքուր, կարգապահ, երբեք չփորձես ու խոսաս, ու լսող լինես։ Ռոլանդ, գանանայի զորակոչը արդեն սկսվել է։ Դու որպես փորձառու զինվոր, ինչ խորհուրդ կտաս այն տղաներին, ովքեր դեռ նոր պետք է զորակոչվեն բանակ։ Նոր զորակոչվող զինվորներին խորհուրդ կտամ, ինչև բանակ գալը վատով չտրամադրվեն երբեք ծառայության հանդեպ։ Այսպես ասած, իրանք իրանց ներքուս չկոտրեն մինչև ծառայության գալը, որ ինչ-որ բանից կտրվում են, ինչ-որ բաներից հեռու են մնում, կարոտ եւ այլն եւ այլն։ Գանք ծառայեն, ծառայությունը շատ է պետք իրանց հաստատ։ Շատ մեծ բան է իրանց սովորացնում։ Ծառայություն թող համար մեծ կյանք է, որ սովորում առաջերտին ինքնուրույնություն։ Ծառայությունը ինքնաճանաչողության մեծ դպրոց է բոլոր տղաների համար։ Ռոլանդ, մենք ունենք քեզ համար պատրաստած մի փոքր անակնկալ, այստեղ բացի ինձնից մի մարդ է եկել, որպեսզի ծանոթանա քո բանակային առօրյային, բայց թե ով է նա, առաջարկում եմ այժմ գնանք եւ միասին տեսնենք։ Գնանք։ Այսօր մեր հյուրին ամենայն հավանականությամբ չեք ճանաչում։ Իհարկե խոսքս չի վերաբերում վանաձորցիներին, քանի որ Վանաձոր քաղաքում նրան երևի թե բոլորը գիտեն։ Իսկ ձեզ խորհուրդ կտանք երբեմն այցելել մարզային թատրոններ։ Հատկապես երբ ճանապարհորդում եք Հայաստանում, մի մոռացեք այցելել թատրոն եւ մեկ ներկայացում դիտել մարզային թատրոնում։ Եթե լինեք Վանաձորում, բեմում կտեսնեք Վահրամին։ Ծանոթացիր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահրամ Խարատյան։ Վահրամ, դու ծառայել ես։ Ոչ, ես չեմ ծառայել, իմ ծառայությունը նվիրել եմ իմ ուսումին, իմ աշխատանքին, որպես դերասան, իմ ծառայությունը այդպես է անցել, իմ ուսումը երկար տևեց։ Վահրամը չի ծառայել, դե լավ, ոչինչ։ Մարզերում արվեստի զարգացմանը նվիրված շատ մարդ չկա ներկայում, կան եզակի նվիրյալներ, քանի որ Վահրամը նույնպես թատրոնի նվիրյալներից է, ինչ որ կերպ կարելի է նրան ներել։ Ներելը կներենք, բայց բաց թողումները փորձենք մասամբ լրացնել, թող որ անձամբ տեսնի այն, ինչը երբևէ չի զգացել։ Զինվորի առօրյայով ապրի գոնե 1 օր։ Հարմարավետ է այստեղ քնելը։ Այո, մի քիչ գազ քնած կտենաս ոնց է։ Վահրամ, պարկի կտեսնես։ Փորձեմ, հա։ Փորձի։ Վահրամ, բայց ընդհանրապես պարկերից շոյելով չեն պարկում։ Իմիջայլու զինվորների անկողնու հարմարավետությունը եւ ընդհանրապես անձնական հիգիենայի բոլոր պարագաները նույնպես երկնքից չեն ընկնում։
Այո, այդ ամենը նույնպես մեր հոբելյարների, թիկունքի զորքերի շնորհիվ է։ Թիկունքի զորքերը աշխարհի բոլոր բանակների կարելի ասել ամենակարևոր օղակն են։ Ոմանք կարծում են, թե բանակը միայն հարձակումներ են, հաղթանակներ։ Մի կողմից դա իհարկե այդպես է, բայց մյուս կողմից հենց այն բանակն է ուժեղ, որի տնտեսությունն է ամուր եւ թիկունքն ապահով։ Կհարցնեք որն է թիկունքը, բացատրեմ։ Թիկունք բանակային հատուկ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են բանակը վառելիքով, համազգեստով, սնունդով եւ բժշկական սպասարկումով ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում թիկունքի ակունքները սկիզբ են առնում 1988 թվականից, այսինքն այն ժամանակվանից, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններում ընթանում էին մարտական գործողությունները, երբ քայլեր էին ձեռնարկվում բազմաթիվ ինքնապաշտպանական ջոկատները նյութական միջոցներով ապահովելու ուղղությամբ։ 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ստեղծման հետ միասին ձևավորվեց նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքը։ Այսօր զինված ուժերի թիկունքը մի բարդ կառուցվածք է, որի կազմի մեջ են մտնում զորամասեր, հիմնարկություններ եւ զորամասերի թիկունքները։ Հունիսի 22-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի կազմավորման 21-րդ տարեդարձը։ Ամենք որտեղ ենք գտնվում, Ռոլանդ։ Մեր վարշտի լսարանում, մեր վարշտի ծառայողներն են, հիմա 10 ժամը։ Ոնց է ծառայությունը, Տերեկ ջան։ Լավ է։ Օրինակ որտեղից եք, դու որտեղից ես։ Երևանից ես։ Լավ ես զգում քեզ։ Միանշան։ Շատ լավ։ Առօրյան ոնց է անցնում ձեր մոտ։ Շատ լավ արտակարգ։ Հա։ Չկա։ Սնունդը լավ է։ Չեք բողոքում։ Դե պարզ է, որ զինծառայություն, կարգապահություն, բայց հումորային ինչ միջադեպեր են հետ եղել։ Հումորային։ Հումորային ոչ մի բան չի կատարվում զորամասում։ Չէ, սա մեր մոտ լուրջ է։ Այո, այս զորամասում իրոք որ ամեն ինչ շատ լուրջ է, բայց եւ հիանալի, ինչպես ասացին զինվորները։ Մենք գիտենք, որ անկեղծ ասացին, քանի որ ճանաչում ենք նրանց հրամանատարներին, որոնցից մեկին էլ այսօր պատիվ ունենք ներկայացնել։ Բնական է, որ ամեն ինչ լուրջ կլինի։ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից սահմանին կանգնած, բոլոր դժվարություններն անցած, մարտադաշտում հրամանատար եւ ընկերներ կորցրած, ծանր վիրավորված զինվորականի համար դժվար թե ծառայության մեջ որևէ բան անլուրջ լիներ։ Բայց այսօր արդեն գնդապետ Թեմուր Շահնազարյանը ժամանակին չէր էլ մտածում, որ մի օր պրոֆեսիոնալ զինվորական է լինելու։ Պլանավորել էր պատերազմի ավարտից հետո իր սիրած մասնագիտությամբ զբաղվել։ Թող որ մեզների պարոն Շահնազարյանը, բայց եթե իդեմս նրա մենք կորցրել ենք պրոֆեսիոնալ ինժեներ-մեխանիկի, փոխանենը ձեռք ենք բերել ավելին, հիանալի հրամանատարի, որի կյանքը պիտի ամբողջությամբ բանակում անցներ, որպեսզի այսօր հայ զինվորների սերունդներ կրթեր նման գաղափարներով։ Փեք չի կարելի տարբերակել զինվոր սպասկացողություն։ Բոլորս էլ ազգի զինվորներ ենք, որովհետև այսօր սպա եւ զինվոր հավասար կանգնած նույն խրամատուն, պայքարում են նույն հակառակորդի դեմ, ենթարկվում են նույն վտանգին, սնվում են նույն ամանից, նույն կերակուրը։ Չգիտեմ ինչ պայմաններում ընդհանրապես փորձում են տարբերակել, առանձնացնել սպա եւ զինվոր։ Մենք պետք է բոլորով հասնենք նրան, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը հասկանա։ Մենք բոլորս էլ ազգի զինվորներ ենք եւ ունենք մեկ գերագույն խնդիր՝ մեր ազգի պաշտպանությունն է։ Նոր են դուքներ իրեն մայրովին, ինձ արդով պիտի մտնենք անկողին, մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ են գնում ախպերս ու ես։ Գնդապետ Շահնազարյանը զորակոչվեց 1985 թվականին, բայց դա դեռ սովետական բանակն էր։ Մտածել անգամ չէր կարող, որ մի քանի տարուց ծառայության ավարտից հետո անգամ դառնալու է հայ նորաստեղծ բանակի առաջին գծում կանգնող զինվոր, իսկ հետագայում հայոց բանակի հրամանատար։ 87 թվականին սովետական բանակում ծառայությունն ավարտելուց հետո վերադարձավ եւ շարունակեց ուսումը։ Իսկ հետո, դե գիտեք, սկսվեց ազգային ազատագրական պայքարը։ Գնդապետ Շահնազարյանը ծնունդով Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է։ Շարժման ժամանակ արցախյան ընդհարումներից զատ հակառակորդը սկսեց հարձակվել նաև Հայաստանի սահմանային գյուղերի վրա։ Սահմաններն իհարկե պահում էին գյուղի տղաները։ Ուրբաթ շաբաթ կիրակի օրերին պարտադիր ուսումից հետո գալիս էի գյուղ, հետաքրքրվելու ինչ է կատարում սահմանը։ Իհարկե սկզբից շարժումը սկսվեց ոչ թե միամիջապես մարտական գործողություններով, կրակոցներով, սկսվեցին կազմակերպել հերթապահություններ, հատկապես անասնապահական ֆերմաների շուրջ, ջրամբարների շուրջ,
որպեսզի չլինեն ընդհանուր թունավորումներ եւ անասնագողություններ։ Իմ առաջին մարտական գործողությունը, որ կարելի ասել մարտական գործողություն, դա եղել է Բերքաբեր գյուղում գիշերային հերթապահության ժամանակ, երբ որ մեր ուղղությամբ սկսեցին կրակ բացել, իհարկե այն ժամանակ արդեն նրանք զինված էին ավտոմատներով եւ առաջի կրակոցը, PK գնդացրի կրակոցը ես լսել եմ հենց այդ օրը։ Մենք իհարկե պատասխան կրակ բացեցինք որսորդական հարացաններից։ Ու գիտեք, որսորդական հարացանների հնարավորությունները իհարկե ոչ մի լուրջ խնդիր չեղավ, բայց իմ հիշողության մեջ մարտական գործողությունների երևակայի ամենակարևորագույն մարտական գործողությունից այդ որսորդական հարացանից արձակած առաջին գնդակն է։ Ներողություն, պարոն գնդապետ, այդ ժամանակ դուք դեռ 21-22 տարեկան երիտասարդ եք եղել, այո։ 21 տարեկանից ես մտել եմ ազգային շարժման մեջ եւ 21 տարեկանից արդեն մասնակցել եմ մարտական գործողություն։ Ես այսօր իմ մասնագիտության բերումով սովորեցնում եմ զինվորներին մարտի դաշտում գործողությունների տարբեր եղանակներին։ Ինձ համար ամենամեծ դպրոցը այդ հարցում եղել է մեր Արցախյան պատերազմը։ Նորաստեղծ կամավորական ջոկատների տղաները ռազմական կրթություն չունեին։ Ամեն ինչ արվում էր մարտական ոգու ուժով միայն։ Այսինքն հակառակորդին նկատելով ամեն կերպ ցանկանում ենք խոցել հակառակորդին եւ իհարկե այդ ընթացքում բազմաթիվ սխալներ եղել։ Սխալներն իհարկե ծանր կորուստների էին բերում, բայց այսօր այդ սխալների արդյունքում ձեռք բերված փորձը հրամանատարների համար զինվորներին ճիշտ ուղղորդելու ուսումնական ձեռնարկ է դարձել։ Ցավոք սրտի մենք սովորեցինք մեր ընկերների արյան գնով։ Այսինքն մարտի դաշտում, երբ որ սխալ են գործում, զգում ենք այն ժամանակ, երբ որ մենք կորուստներ ենք ունենում։ Դրանից հետո նոր հետևություններ են կատարում։ Մեր մարտական ընկերոջ տանկը երբ որ խփվեց, այն ժամանակ մենք դեռևս չէին գիտակցում, որ չի կարելի մի տանկով դուրս գալ հակառակորդի 4-5 տանկի դեմ պայքարելու եւ նույն տեղից 2 եւ ավել կրակոց կատարելու։ Այն ժամանակ, երբ որ տանկը խփվեց, նոր անալիզ արինք, հասկացանք, որ կարելի էր այդ պայն այդ տանկի դիրքը փոխել կամ տանկը կրակային դիրք չանել, որոշ ժամանակ հետո դաշտը նորից հետախուզել, նոր տանկին խնդիր դնել։ Եվ այսօր մենք աշխատում ենք այդ ամեն ինչի իմի բերելով առաջին հերթին այն սխալները, որ մենք զգացել ենք մեր կաշի վրա, այն սխալները, որ մենք մեր ընկերների կորուստյան գնով ենք զգացել։ Աշխատում ենք հասցնել մեր զինվորին թեկուզ տիպիկ օրինակները, որպեսզի առաջիկա մարտական գործողությունների ժամանակ, եթե դա կլինի, այդ սխալները չկորցնեն։ Այսօր էլ իմ զինվորին միշտ ասում եմ, ավելի լավ է մենք օգտվենք թուրքի սխալից, սովորենք թուրքի սխալից, քան թե սովորենք մենք մեր սխալներից, որովհետև մարտի դաշտում սխալը դա արյանքին է։ Պարոն գնդապետ, ազատամարտի տարիներից ամենատպավորիչը ի՞նչն է եղել։ Տպավորիչը եւ շատ ծանր հուշ էր, որը կորցրինք մեր ջոկատի հրամանատարին, Սարոյին, եւ իմ լավ մարտական ընկերոջը, իմ տարեկից Սլավիկին։ Ցավը ինչու մեր կայանա, որ մեր հրամանատարը մեզ համար ծնող էր։ Շատ խիստ, շատ ինչ-որ տեղ կոպիտ, բայց հազվագյուտ հրամանատարներից, կամավորական սկզբունքներով հավաքած ջոկատի հրամանատարներից, որը որ երբեք թույլ չէր տա մարտի դաշտում իրենից առաջ որևէ մեկը գնար։ Չի եղել որևէ մի մարտական գործողություն, որ մեր հրամանատարը հրամայի կամ ինչ-որ տեղ նստելով խնդիր դնի ենթականներին կատարելուց հետո առաջանա։ Պարտադիր միշտ առաջին գծում։ Իհարկե հաջորդ հիշարժան դրվագը, որ ես դա դրվագ եմ համարում, դա իմ վիրավորվելներ, ես դա շատ լուրջ անկեղծ եմ ասում, շատ լուրջ ցավագին չեմ տարել, որովհետև ես ինքս հետախույզ լինելով հանդերձ պատրաստ էի դրան։ Որ ես ականի պայթունից վիրավորվեցի, հետախուզության ժամանակ հակառակորդի տարածքում իմ զինվորները, ժամկետային զինծառայողները, որոնք որ ապահովում էին իմ շարժը, հասկանալով որ ես ականի վրա պայթել եմ, այդ փոխհարաձգությունը կայանում է նրանով, որ հակառակորդը մոտենա եւ կերևարի կամ խփի, իրանք կրակ բացեցին հակառակորդի վրա, պահելով նրանց իրենց դիրքերում եւ 4 զինծառայող իմ զինվորների, ժամկետային զինվորներից, 2 ականադաշտ հաղթահարելով մոտեցան ինձ եւ առաջօգնություն ցուցաբերելուց հետո հանեցին տվյալ տարածքից։ Ինչ եք կարծում, այսօր նմանատիպ զինվորներ կան։ Ես այդ հարցին կպատասխանեմ միանշանակ մի բառով, որից հետո կտամ այդ բառի բացատրությունը։ Մեր այսօրվա հայկական բանակի զինվորը սկսված առաջ օրվանից
մինչև առ այսօր ունի նույն ոգին, ունի նույն հայավարի դաստիարակությունը, խաղաղ պայմաններում մի քիչ կենսախին, մի քիչ խախտում կատարող, մի քիչ, չգիտեմ, զինվորական լեզվով ասած չեպեշնիկ, բայց երբ որ բանը հասնում է նրան, երբ որ մարտական հենակետերում սկսում են որոշակի մարտական գործողություններ, իհարկե մեզ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ առ այսօր այդ մարտական գործողությունները շարունակվում են, մեր հայ զինվորը դառնում է առյուծ, առանց չափազանցնելու։ Դա սկսված, ես դա նկատել եմ 93 թվականից, երբ որ ես ունեցել եմ առաջի ժամկետային զինվորը, ծառայություն երբ որ սկսել եմ 93 թվականից նրանց հետ, դա ես զգացել եմ, երբ որ եղել եմ զորամասի հրամանատար, երկու տարբեր զորամասերում, դա ես զգում եմ առ այսօր, երբ որ բանակային կորպուսի հրամանատարը տեղակալ եմ եւ հիմնական մեծ մասը առնչվում եմ զինվորների հետ նրանց ուսուցանելով։ Եվ իհարկե մարտական դիրքերում, երբ որ առնչվում եմ նաեւ այդ փոխհրաձգությունների կամ որոշակի ուղղություններով մարտական գործողությունների, բացարձակ ոչ մի փոփոխություն չկա։ Մեր հայ զինվորից ուժեղ զինվոր չկա։ Ես դա ասում եմ որպես հրամանատար, դա խոսքս թող ոչ ռեկլամ թվա, ոչ էլ մեծարել թվա։ Դա իրականությունն է։ Եթե դուք եք ասում, պարոն գնդապետ, մենք պարտավոր ենք հավատալ։ Այ դուք եք ձեր ողջ կյանքը նվիրել մեր երկրին։ Այժմ էլ ամեն օր դուք եք զինվորին տեսնում։ Ձեզնից է կախված ինչպիսին կլինի նա վաղը։ Եթե վստահ եք մեր զինվորի ուժի համար, ուրեմն մենք իրավունք չունենք վարկյան անգամ կասկածելու։ Թող որ ձեզ հաջողի յուրաքանչյուր զինվորի փոխանցել այն մտքերը, արժեքներն ու լավատեսությունը, որոնց կրողն եք դուք։ Իսկ մենք պատիվ ունենք, որ ձեզպես հրամանատարներ ունենք։ Իսկ այժմ նորից հիշենք մեր հոբելյարներին, թիկունքի զորքերին, քանի որ արդեն ճաշի ժամն է, իսկ բանակի ամենահամեղ ժամը նույնպես նրանք են ապահովում։ Ռոլանդ, ձեր զորամասում ընդհանրապես սնունդը ինչպես է գոհ եք։ Այդ հարցը ավելի ճիշտ կլինի տանք նորակոչիկներին, որոնք մի 7 օր ծառայում են, իրանք ավելի ճիշտ ստույգ պատասխանեն։ Մեծ սիրով նրանց հետ կզրուցեմ, սա պահեք ձեզ։ Մեզ Տղեկ, ես իմացա, որ բոլորդ էլ 7 օրվա ծառայող եք, ոնց է, ինձ սկզբնաշրջանում արդեն հարմարվել եք ծառայությանը։ Նորմալ է ամեն ինչ։ Առաջի հայացքից ծառայությունը ինչպիսին էր։ Առաջից դժվար, բայց հետո արդեն հարմարվում ես։ Մի երկար ժամանակ անցնում արդեն սա նորմալ է։ 7 օր է ինչ կտրվել եք տան սնունդից, դժվար է հարմարվել է։ Չէ, դեմից 4 օր ես եմ ասում, 4 օր հաց ես չեմ կերել, նոր սկսել եմ ես մի քանի օր նոր հաց ուտել։ Նաև մենք իմացանք, որ դուք երկուսդ բանակ եք եկել արդեն ծնողի կարգավիճակով։ Այն ինչպես է ձեր համար այդ։ Դե մի քիչ ավելի դժվար, բայց դե տեղում էլ դժվարությունը հաղթարելու համար է։ Քանի զավակ ունես արդեն կամ դուստր։ Մի զավակ Արդից օգտվելով ողջունում եմ իմ ընտանիքին, բալիս էլ լիքը պաչիկներ։ Դժվար է գերագնահատել թիկունքային ծառայության ճիշտ կազմակերպման նշանակությունը զորքերի մարտունակության ապահովման գործում։ Ռազմադաշտում բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունեցող զինվորը կարող է արհամարել հոգնածությունը, քաղցն ու ծառավը եւ շարունակել կռվել, կատարել մարտական առաջադրանքը, սակայն նույնը չի կարողանել վառելանյութը սպառած տեխնիկան։ Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կորցրած ռազմական ինքնաթիռների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վառելանյութի պակասություն չլիներ, եւ զորային հակաօդային պաշտպանության միջոցներն աշխատեին առանց ընդհատումների։ Շարքային Նաբոյան, ինձ մոտ։ Պարոն գնդապետ Շարքային Նաբոյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պարոնայք զինվորներ, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների եւ օրինակելի զինվորական կարգապահության համար Շարքային Նաբոյանին խրախուսում եմ արձակուրդով 5 օր տևողությամբ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ այժմ կայցելենք թիկունքի զորքեր, բոլորին իհարկե չենք տեսնի։ Թիկունքը բանակում շատ լայն հասկացություն է։ Թիկունքի ստորաբաժանումներ կան յուրաքանչյուր զորամասում, որոնց ուղղորդում է իհարկե Պաշտպանության նախարարության թիկունքի վարչությունը։ Այժմ մենք կայցելենք մեր մարտիկի հորը, թիկունքի զորքերի փոխգնդապետ Միշա Նաբոյանին։ Մենք իմանալով հանդերձ, որ դուք այստեղ եք, այսինքն աշխատանքի վայրում, որոշեցինք գալ այստեղ։ Ու ճիշտ ասած ինձ շատ հետաքրքրեց, թե այժմ մենք որտեղ ենք գտնվում եւ այստեղ ինչ ծառայություն է իրականում։ Մենք ներկայացնում գտնվում ենք զինված ուժերի կենտրոնական իրային բազայում։ Ազգային բանակում թիկունքի ծառայությունը կազմավորվեց չափազանց դժվար պայմաններում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում նախկին խորհրդային բանակից մնացած ոչինչ չկար։ Այսինքն պահեստավորման բազաներ, տրանսպորտային միջոցներ, մի խոսքով բացարձակ ոչինչ։
Ամենը պետք է ստեղծվեր 0-ից։ Հաղթահարվեցին բոլոր դժվարությունները, եւ այսօր կարելի է հպարտությամբ ասել, որ թիկունքային ծառայությունը լիովին կայացած կառույց է։ Նյութական միջոցները մեզ հնարավորություն են տալիս զինված ուժերն ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Զինվորները կուշտ են, կա համեղ եւ օգտակար սնունդ։ Նրանք հագնված են հարմարավետ համազգեստով, ապահովված բոլոր հարակից պարագաներով։ Իմիջայլուց զինվորների համազգեստի մասին թիկունքի վարչությունը ստեղծել է հայ զինվորի համազգեստի պատմության թանգարան։ Այստեղ մեծ ու կարևոր գիտական աշխատանք է կատարվում։ Հուսանք մի օր դուք էլ բախտ կունենաք տեսնել այս նմուշները։ Այս թանգարանում համազգեստներ կան սկսած Քրիստոսից առաջ 3-4 դարից մինչ մեր օրերը։ Մեր մեծ հայրենակից ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը շուրջ 10 տարի եղել է ԽՍՀՄ բանակի թիկունքի պետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչ է անհրաժեշտ թիկունքային ծառայությունը լավագույնս կազմակերպելու համար, նա պատասխանել է. նյութական միջոցներ, բարվոք վիճակում գտնվող ճանապարհներ եւ փոխադրամիջոցներ։ Մենք ունենք փորձառու զորահրամանատարի կարևորած բոլոր բաղադրիչները։ Ունենք նաեւ բարձր որակավորմամբ կադրեր, նվիրված զինծառայողներ, որոնք ի վիճակի են պատշաճորեն կազմակերպելու բոլոր ծառայությունները։ Թիկունքի հենց նման պրոֆեսիոնալ եւ նվիրված մասնագետը մեր մարտիկի հայրը, ազգությամբ եզդի փոխգնդապետ Միշա Նաբոյանը։ Ռոլանդ, տանամայրիկիցդ բացի ուրիշ սպասող կա։ Կա փոքր աղբերս 4 տարեկան։ Ինձ թվում է շատ կուրախանա երբ որ դենա։ Պարոն փոխգնդապետ, ինչ է կարծում տանել նման անակնկալ կինի, ինչպիսի անակնկալի որ դուք եկաք։ Ճիշտն ասած, այն պահին, երբ որ դուք շրջում եք զորամասի տարածքում, տանից կինը զանգարել էր, ես չդիմացա ու ասացի, որ սենց։ Քանի որ արդեն գիտի անակնկալի մասին, հնարավորինս շուտ գնանք հասնենք դեպի Սուրբ քաղաք Էջմիածին։ Գնացի։ Ողջույն, նախ շնորհավորում եմ ձեզ, քանի որ ձեր որդին ճանաչվել է որպես լավագույն զինվոր, ինչի համար էլ խրախուսվել է իր կարճաժամկետ արձակուրդով։ Այսպես ուշադիր որ նայում ենք, երկու զինվորական են նստած, այ ինչպես է։ Շատ հպարտ է, դե քանի որ ամուսինս շատ երկար ժամանակ է ծառայել, արդեն տղայիս ծառայությունը ոնց որ արդեն սովորական լինի։ Դուք շատ երկար տարի ինչ ռազմական ասպարեզում եք, բնական է, որ շատ զինվորներ տեսած կլինեք, շատ ծնողների հետ հանդիպած կլինեք, այ երբ եկավ ժամանակը, որ արդեն ձեր որդին զորակոչվեց բանակ, այ ինչ որ բան փոխվեց ձեր մեջ, թեկուզ զինվորների հանդեպ վերաբերմունքը։ Հարցին պատասխանեմ, ասենց երևի որ չափազանցած չունեմ, համարյա թե ես այդ փոփոխությունը չեմ զգացել, որտեղ նախ բացի տենալիս 92 թվի մեր Զինված ուժերի առաջի զորակոչի զինվորների հետ հատուկ դաշնակցության գնդի նոր զորակոչված զինվորների հետ երիտասարդ այդ զինվորի պատրաստության ծրագրով նախատեսված ծրագրով իրանց հետ սկսած այդ օրվանից սկսած այս զինվորների հետ արդեն առաջություն ունեցել են որպես սպա, սկսած դասակի հրամանատարի տեղակալի պաշտոնից հասնելով մինչև գումարտակի շտաբպետ, հետո ընտանեկան պայմաններից լինելով վերջը անցել եմ թիկունքային ծառայության, իսկ ինչ վերաբերում է փոփոխությունը միջև իմ տղայի զորակոչվելը նույնիսկ ունենալով ասենք այն հանգամանքի գիտություն, որ շատ ծնողների հետ եմ շփվել, ես այդ փոփոխությունը չեմ զգացել, ինչի համար, որտեղ ես միշտ իմ զինվորներին վերաբերվել եմ այդ տեսանկյունից, որ ամեն զինվոր մի տանհույս է, մի տանջրակ ու աշխատել եմ այդ նույնը ներշնչեմ ինձնից ավելի երիտասարդ սպաներին, որ երբեք մի մտածեք, որ առաջերտին մեր զինվորը եկել է ինչ-որ պարտականություն կատարել, այլ կարողացեք ներշնչեք, որ իրենք նվիրվածության գաղափարի զինվորներ դառնան, այլ ոչ թե 2 տարով պարտադիր զորակոչված տղաներ, որոնք կատարում են ինչ-որ պարտականություն կոնկրետ ժամկետի մեջ։ Իսկ վերջում եւս մեկ անգամ շնորհավոր Ներաստոնը, ում շնորհիվ մեր թիկունքն ամուր է մեր սարերի պես։ Իսկ հանրային եթերում մարտիկ հաղորդաշարներ եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որ դուրսիս քսերս մայրերին կտամ, ապարթայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական Մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ, պատիվ ունեմ։